Ողջույն բարեկամներ, այսօրվա մեր դասը յունիտ 18A, հնչյունական վարժություն, այս հնչյունական վարժությունը մենք արդեն բանավոր կուրսի ժամանակ կատարել ենք, սովորել ենք, այստեղ արդեն քիչ ամրապնդում եմ, ուրեմն ինչպես ենք կարդում օ հնչյունը, փակ վանկում և բաց վանկում, ինչպես եք կարդում յու հնչյունը, բաց վանկում և փակ վանկում, մենք սովորել ենք բանավոր կուրսի ժամանակ, ուրեմն կարող եք անդրադառնալ այս թեմային բանավոր կուրս, յունիտ 1-ից 12 դասերը բացեք, եթե սովորել եք մեզ հետ կրկնեք, եթե առաջին անգամ եք միանում մեր դասին, ուրեմն սովորեք և ամրապնդելով անցեք այս երկրորդ հիմնական կուրսին։ Հնչյունական վարժություններն են կատարվում այստեղ, անցնում են քերականության բաժին, ինչպես գիտեք B դասերը քերականություն են և այսօրվա դասը գոյական և հոլով։ Պետք է սովորենք գոյականի միակ հոլովը, սեռական հոլովը, որը կոչվում է possessive case, case հոլով է նշանակում անգլերեն, possessive ստացական, սա համապատասխանում է մեր հայերենի սեռական հոլովին, որն է հայերենի սեռական հոլովը, տղա, ուղղական հոլովում սեռականում կլինի տղայի, աղջիկ, ուղղական հոլովում սեռականում կլինի աղջկա, մարդ, ուղղական հոլովում սեռականում կլինի մարդու և այլն։ Հիմա անգլերենի այս սեռական հոլովը, մերին համապատասխանած սեռական հոլովը ինչպես է կազմվում, ունի մեկ ձև, եթե հայերենում ասում ենք սեռական աղջկա, մարդու, գրքի, տարբեր վերջավորություններ են ստանում, անգլերենը ունի այս միակ այս վերջավորությունը, որից առաջ դնում է այս ապաթարց, այս ապոստրոֆ նշանը, որը ստորակետի նման է։ Ուրեմն, եթե եզակի թվի գոյականին է միանում, ասենք եզակի թվի սեռականն ենք ուզում կազմել, s-ից առաջ տեղադրում ենք այս ապոստրոֆ նշանը։ Եթե հոգնակի թվի գոյականն ենք ուզում սեռական կազմել, ուրեմն այս ապոստրոֆը դնում է s-ից հետո։ Այս օրինակի վրա նայենք boy տղա, ուղղական հոլով տղա, որպեսզի եզակի թվի տղա, ասենք տղայի, s-ը ավելացնում ենք, բայց այս ապոստրոֆը s-ից առաջ, այստեղ աղջիկներ, ուրեմն աղջիկներ արդեն s ունենք, սա s վերջավորությունն է, հոգնակի թվի չշփոթեք այս s-ի հետ, որպեսզի ասենք աղջիկների, այս նույն աղջիկները գրում ենք, girls, գրեցինք աղջիկներ, որպեսզի ասենք աղջիկների, ավելացնում ենք միայն այս s ապոստրոֆը, կրկին s չենք ավելացնում, հոգնակի թվի դեպքում, եզակի դեպքում ավելացնում ենք ապոստրոֆ s, հոգնակի թվի դեպքում արդեն s ունենք, այս s-ից հետո դնում ենք ապոստրոֆ նշանը և դառնում է աղջիկների, քաղաքների, տների, s-ից հետո միայն ապոստրոֆ։ Սա possessive case-ի, այսինքն ստացական հոլովի կառուցվածքն է եզակի թվում և հոգնակի թվում։ Հիմա պետք է սովորեք նաև there is, there are արտահայտությունները, կա և կան, այս արտահայտությունները մենք կրկին բանավոր կուրսի ժամանակ սովորել ենք, ինչպես են կազմում, իրենց հետո եզակի թվում ինչ գոյական է ավելանում, եզակի թվի գոյական հոգնակի դեպքում, օժանդակ բայի միջոցով ենք իմանում, որ հոգնակի է, հոգնակի թվի գոյական ենք ավելացնում, հարցականը հիշեք, սովորել ենք, օժանդակ բայ գալիս էր արտահայտությունից առաջ, ժխտականի ժամանակ նոթ ենք ավելացնում, սա իր վարժություններով ամրապնդում ենք և անցնում ենք թվականներին։ Այսօր ինչպես պետք է կարդանք 30, 40, 50 և այլն, այստեղ 20-ը իհարկե չկա, եթե տեղադրեին, գրքում լիներ, այստեղ պետք է տեղադրեին, չեն գրել, ուրեմն 30, ավելացնում ենք տասնյակները, սրանք կոչվում են տասնյակներ, իսկ տասնյակ ոչ թե տասնավոր չէ, տասնյակներ, ավելանում է th, այս երկու տառը th, 30, 40, 50, 60, 70, այսինքն թիվը ասում եք 7 և t, 8, այստեղ եթե չեն կարող երկու th-ով ավելանում է 8-ը, բայց մի th-ն կրճատում է 80, 90 և այստեղ 100-ն է, արդեն տարբեր է 100, հիմա ինչպես ասենք 21, 22, 1 բոլորը գրված չէ, 21, 22, 23 և այլն, 20-ն ասելու է 20, 20 հետո 1, 20 հետո 2, 23, 21, 22, 23, 24 և այլն։ Հիմա 30-ով, 31, 32, 33, 34, 35, 39, 30-ը ասելու եք 30 և
նորից 1, 2, 3 ավելացնեք, գրելու ձևը նայում եք գծիկով, 21, 20, բոլորը գծիկներով, և տասնյակներից հետո միավորները գալիս են գծիկներով, և 18-ի C դասը, այստեղ արդեն ընթերցանության դասն է, պետք է սովորեք բառերը, արտահայտությունները, թարգմանություն, պետք է սովորեք նաև բառերի գրությունը, ինչպես է գրվում, տեքստը պետք է կարդալ, James House, կարդում ենք, թարգմանում եք, ընթացքում ինչ տեսնում եք, ինչ կառուցվածք կա, ինչ որ անցել ենք նախկինում, բանավոր կուրսի ժամանակ կրկին վերարտադրում ենք հիշելով, անցնում ենք վարժություններին, այստեղ արտահայտությունն ենք in front of, առջևում, ինչի տան առջևում, շենքի առջևում, այգու առջևում, մի խոսքով առջևում և այստեղ արտահայտություն there is a garden in front of our house, մեր տան առջևում կա այգի։ Սա պետք է հիշեք և վարժություններ, ամրապնդման վարժություններ մեր այսօրվա դասի վերաբերյալ, այսքան այսօրվա դասի համար, ուրեմն եթե ցանկանում եք խորությամբ սովորել կամ ձեռք բերել այս երկրորդ մասի հիմնական կուրսի դասերը, որտեղ սրանք բոլորը ամբողջական տրված չեն, անվճար է միայն 1-ից 12 դասերը, վճարովի է 13-ից 18-ը, եթե կցանկանաք ձեռք բերել կամ իմանալ ինչ արժեն, ինչպես պետք է կատարվի գործարքը, գրեք իմ email-ին կամ զանգահարեք Viber-ով, տրված կլինի հեռախոսահամարը նկարագրությունների բաժնում, այսքանը, ցտեսություն։